Բարև ձեզ հարգելի իմ YouTube-ի ալիքի հետևորդներ։ Այսօր նույնպես ուզում եմ շատ կարևոր հարցի մասին ձեզ հետ խոսել։ Ընդհանրապես, ինչպես գիտեք, տարբեր տեսակի նեգատիվներ կան՝ թուղթուգիր, անեծք, նավս, աչք, բայց ես հատկապես այսօր ուզում եմ խոսել ինչ է նշանակում ինքնանավս, ինքնաթուղթուգիր, երբ որ մարդը ինքը իր վրա է բերում նեգատիվ էներգիա, իրան թվում է, թե ինչ-որ մեկը իրեն վրա գործողություն է կատարել, իրեն վրա նեգատիվ էներգիա է ուղարկել, բայց երբ որ գալիս է, պարզվում է, որ ինքն է իրեն հաջողության, իրեն անձնական երջանկության ճանապարհը փակել։ Գալիս են շատ մարդիկ դիմում են, երբ որ նայում եմ, հասկանում եմ, որ հիմնական նեգատիվի պատճառը ինքն է, մարդն է, իր բնավորությունը, իր ապրելակերպը, իր ապրելաոճը։ Ընդհանրապես ինչն է, երբ որ մարդը ինքը իրեն սեփական էներգիայով ինքը իրեն վրա ազդում է և փակում է իր առաջխաղացման ճանապարհը։ Ընդհանրապես շատ աղջիկներ, երբ որ ինչ-որ մեկի հետ ծանոթանում են, շատ կանայք, երբ որ ինչ-որ տղամարդու հետ ծանոթանում են, ու հետո ասում են, որ այդ իրենց հարաբերությունները չի իրականանում, մինչև վերջ չի գնում։ Եվ իրենք դրա կապում են ինչ-որ մեկի կատարած վատ գործողության հետ։ Նույնն էլ, երբ որ ինչ-որ բիզնեսմեններ, շատ մարդիկ ուզում են, ցանկանում են ինչ-որ գործողություն կատարեն, իրենց ֆինանսականը բարելավեն, բիզնես պլաններ են կազմում, գործողություններ են անում, վարկեր են վերցնում, բայց դատարում է, կանգնում է իրանց գործողությունը, իրենք մինուսներ են ապրում, հաջողության չեն գալիս, ու երբ որ գալիս են ասում են մեր հաջողությունը գողացան, ինչ-որ թուղթուգիր են արել, երբ որ նայում եմ, հասկանում եմ, որ նեգատիվը գալիս է իրենցից։ Ինչ խորհուրդ եմ տալիս ես նման մարդկանց, ճիշտ է, կարողանում ես նեգատիվը մաքրես, բայց որպեսզի մարդը նորից ինքը իրեն չգցի իր նեգատիվ էներգիայի մեջ, մարդուն խորհուրդ ես տալիս, ինչպես իրեն պահել, ինչպես ասում են գնճուները, երբ դեռ ձին չես գողացել, մի որոշե ինչ գույնի պիտի ներկես, կամ ինչպես պիտի վաճառես, ինչ կնոր պետք է վաճառես։ Նույնն էլ ասում են, մինչև գետը չես տեսել, մի ասա հոп։ Նույնն էլ մարդը, դեռ կին է կամ աղջիկ է, դեռ իր անձնական էներգիան չի ձևավորված, դեռ տղամարդու կնոջ բիոէներգիան իրար հետ չեն համագործակցում, ու այդ կինը կամ այդ աղջիկը իրեն շրջապատի մեջ, իրեն բոլոր ընկերուհիների մեջ անընդհատ սկսում է խոսել դեռ չկայացած զգացմունքների մասին, դեռ չկայացած էմոցիաների մասին, անընդհատ խոսում է լավն է, ինձ առաջարկություն պիտի անի, ու անընդհատ կիսվում է ընկերուհիների, շրջապատի, բարեկամների հետ։ Գիտեք ինչ, ես չեմ ասում, որ ամեն ընկերուհին վատ է, շրջապատի մարդիկ, բարեկամները վատ են, բայց երբ որ դեռ այդ էներգիան չի կայացած, ու դու այդ էներգիայով կիսվում ես 1000 մարդու հետ, օրը 10 անգամ 1000 մարդու բացատրում ես այդ տղամարդու ասած խոսքերի մասին, առաջարկության մասին, դու քո էներգիան կիսում ես ուրիշների հետ, և էներգիա չես ունենում, որ տղամարդու հետ կարողանաս քո հարաբերությունները ճիշտ ձևով դասավորես։ Դու արդեն էներգազուրկ, քամված անձնավորություն, ու քո բիոէներգիան չես կարողանում տալ տղամարդուն, այսինքն քո տղամարդու մեջ բիոէներգիայի փոխակերպում չի լինում, և ձեր հարաբերությունը
չի կայանում, տղամարդը թողնում գնում է, ու դու քեզ թվում է, թե ինչ-որ մեկը քու տղամարդու հարաբերության վրա թուղթուգիր է արել, կամ նույնիսկ երբ որ պատմում ես, դու չգիտես այդ մարդու հոգու մեջ ինչպիսի էներգիա կա, մեկը կարող է մտքի մեջ ուրախանա, մյուսն է կարող է ասի, հա, տես ինչ բախտավոր է, իրան նայես, իրա բախտին նայես, ու ամեն մեկի այդ մտածած փոքրիկ նեգատիվ էներգիան կուտակվում եւ դառնում է նեգատիվ, եւ ձեր հարաբերությունները, ձեր նշանդրեկը, ձեր ամուսնությունը չի կատարվում, շատ դեպքերում դեռ եթե աղջիկը հղի է, կինը հղի է, խորհուրդ չեմ տալիս, անմիջապես բոլորին պատմել, մենակ հարազատին, մորը, ամուսնուն, ու որոշակի ժամանակ, հատկապես մինչև 4-5 ամսական, երբ որ արդեն այդ երեխան կազմավորվել է, սաղմը կպած է, ճիշտ է գնում իր զարգացումը, միք բոլորի հետ կիսվեք, բոլորին մի կընդունեք 100%-անոց լավ, փոքր, հասարակ, վատ մտածմունքը կխփե, ու հնարավոր է երեխան կորցնեք, հնարավոր է, գիտեք, վիժեք, կամ երեխան ունենա առողջական խնդիրներ, պահեք, շատ դեպքերում լռությունը, ինչու են ասում լռությունը ոսկի է, դա չի նշանակում, որ իրոք լռությունը ոսկի է, բայց լռությունը ոսկի է, թողեք, թող ժամանակը իրականանա, առաջընթաց եղնի, բալիկը զարգանա, այդ հարաբերությունները զարգանան, ջերմանան, նոր ում որ պետք է նրա հետ խոսեք, ոչ թե րոպեն մեկ, այս հարևանին, այս դասընկերուհուն, ձեր հարաբերությունների մասին, խոսակ, ու մեկ էլ չկա, նույնն էլ ձեր բիզնեսների մասին, եթե ինչ-որ գործողություն պետք է անեք, կամ պետք է գնաք Ամերիկա, կամ պետք է ուսում ստանաք, կամ պետք է ինչ-որ արեցվեք, ուշադրություն դարձրեք, մինչև 100% այդ հիմքերը չլինեն, ամեն մարդու հետ ձեր նպատակների մասին մի կիսվեք, որովհետև իշքան կիսվում եք, ձեզանից էներգիա է գնում, դիմացի մարդն էլ իր նեգատիվ փոքր էներգիայով արդեն խալխլում է բոլոր ձեր նպատակները եւ ձեր նպատակները, մտադրությունները չեն իրականանում, խորհուրդ եմ տալիս, լուր եղեք, դեռ չկայացած զգացմունքների, դեռ չկայացած գործողությունների, ֆինանսական պլանների մասին, ճանապարհորդությունների մասին, ամուսնության, բալիկ ունենալու մասին, ամեն մարդու հետ մի կիսվեք, ձեր էներգիան պահեք ձեր վրա, եւ մեկ էլ շատ դեպքերում ինքնանեգատիվ գալիս է այն ժամանակ, երբ որ մարդը ուժեղ վախ է ապրում, եթե մարդը ուժեղ ստրես է ապրում, այդ ժամանակ արդեն գիտեք ինչ, իր բիոդաշտը բացվում է եւ ինքը վիրուսի պես շատ նեգատիվ էներգիա է ընկալում, կլանում, եւ դա նեգատիվ էներգիան նույնպես փակում է տվյալ մարդու առաջխաղացման բոլոր սֆերաները, թե անձնական, թե գործնական, թե ֆինանսական, մի պատմեք, բայց նաեւ մի վախեցեք, ինչպես ասում են, ով кто не рискует, тот не пьет шампанское, պետք է անպայման ռիսկը քորձի կեսն է, առանց վախենալու պետք է գնաք, թե անձնական հարաբերություններին, թե գործնական այդ ձեր պլաններին, նախագծերը իրագործելուն, բայց եղեք փակ բերան, ամեն մարդու հետ միք կիսվեք,
որպեսզի ձեր նպատակները, ձեր երազները իրականանան եւ դուք անձամբ ձեր նեգատիվ էներգիայով չփակեք ձեր առաջխաղացման ճանապարհը։ Բոլորիդ ցանկանում եմ լավ էներգիա, բոլորիդ ցանկանում եմ ամենալավն ու բարին, որ բոլորիդ նպատակները, իղձերը կատարվին։ Լուր եղեք, հաջողություն, ստեսություն։